Ես ուզում եմ հիշեցնենք, որ մենք նստած ենք Վազգենի եւ Նարեկի տեղը։ Ու ուզում եմ այդ առիթով ընթերցել Նարեկի հոդվածը, սկսել ընթերցել, հետո կառաջարկեմ, որ դու շարունակես։ Ես շարունակեմ, որպեսզի իրենց խոսքը հնչի եթերում, ուղիղ խոսքը։ Թեև մենք փոխարինում ենք, բայց այնուամենայնիվ սա ուղիղ խոսք է։ Այո։ Եվ ես հոդված է գրվել, որը հրապարակվել է Հրապարակ թերթում։ Ես մի հատ disclaimer անեմ, իրավապաններին եմ դիմում, որոնք պարտադիր նայում են այս հաղորդումները, եթե այդտեղ հետույք բան կտեսնեք, Կարեն Քոչարյանը դրա հետ կապ չունի։ Դա Նարեկինն է։ Սա Նարեկի ցիտատն է։ Մենք դրա հետ Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որոնց բարձրակետը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Բորենիա խմբի տապալված գրոհներ Մայր Աթոռի տարածքում։ Ռեժիմի պարագլուխն իր համար կյանքի ու մահվան հարց է դարձրել վեհապար Հայրապետին հեռացնելը, եւ այդ ճանապարհին ոչ մի միջոցի հարցում խտրություն չի դնում։ 10 տիրադավ եպիսկոպոսներին տարատեսակ կոմպրոմատներով իր շուրջը հավաքելով Պարագլուխը փորձելու է նրանց որպես գործիք մինչև վերջ օգտագործել եկեղեցու դեմ եւ այդ գործիքը մաշելուն պես վերջիններից կամ դեն է նետելու կամ հրապարակելու է դրանց վրա ունեցած կոմպրոմատները։ Սա է Հայաստանում հաստատված ռեժիմի էությունը, բայց որ 10 տիրադավները պատրաստ էին անգամ Մայր Աթոռը գրոհել, նույնիսկ ինձ համար զարմանալի եւ եղկելի էր։ Ավելի եղկելի էր տեսնելը, թե ինչպես էին այդ 10 հոգանոց տիրադավներին ուղեկցում ԱԱՑ-ի ոստիկանության եւ այլ ստորաբաժանումների քաղաքացիական հագուստներով խմբերը։ Իսկ բորենիական հարձակման մնացյալ թշվառությունն ապահովում էին տեսախցիկների առաջ հայհոյող սակավաթիվ Տավրոս Սափեյանները, որոնք այնպիսի ջանասիրությամբ էին հայհոյանքներ տալիս իրենց սաստողներին, ասես ռեժիմի պարագլխից իրենց այդ վիճակում հայտնվելու մուրը հանելուց լինեին։ Իհարկե, ռեժիմի զինվորների կողմից հնչեցված հայհոյանքներն ու հանրության ներկայությամբ Մայր Աթոռի դռները կոտրելու փորձերը որևէ դեպքում խուլիգանության հանցակազմ չեն պարունակում։ Հիշեցնեմ, որ մեր երկրում խուլիգանության հանցակազմի անբաժանելի մաս է կազմում ռեժիմին քննադատելը եւ հայտնի հետույքը։ Այս Նարեկի բառնա Քոչարյան Կարենի վրա հանգարց Ինչևէ, անկախ ներդրված տիտանական ջանքերից կարող ենք արձանագրել, որ գործ ունենք ռեժիմի պարագլխի հերթական ձախողված փորձի հետ, որում իրենց մեծ ներդրումն ունեն դեկտեմբերի 18-ի ասպատակությանը դիմադրելու գնացած հավատավոր ժողովուրդը, որոնց թվականակը մի քանի անգամ ավել էր Տավրոս Սափեյանների, ուսադիրների պատվի մասին մոռացածների գլխաքանակից։ Հենց հավատավոր ժողովուրդն էր, որ այդ օրը կասեցրեց ռեժիմի հերթական դավադրությունն ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Իմ ամբողջական սատարումն եմ հայտնում հայ առաքելական եկեղեցուն եւ վեհապար հորն այս բորենիություններին դիմադրելու համազգային ճակատամարտում։ Առավել քան վստահ եմ, որ այս ճակատամարտում տիրադավներն ու իրենց պարագլուխը չեն հաջողելու, քանի որ հայ ժողովրդի որակյալ մեծամասնությունը բջիջներով է զգում տեղի ունեցողի աղետալիությունը եւ կանգնած է հայ առաքելական եկեղեցու եւ վեհապար Հայրապետի կողքին։ Առաջարկում եմ Ես շարունակեմ, Հիշեցնենք, որ Նարեկի հոդվածն ենք կարդում, որը հրատարակվել է Հրապարակում եւ նաեւ ասենք, որ հոդվածի շարունակությունը, որտեղ ավելի երկար է, կընթերցվի հաջորդ մեր հաղորդմանը շաբաթ օրը ես շարունակեմ։ Զարմանալի չէ, շատ ցավալի է, որ այս, ինչպես նաեւ մեր երկրում տեղի ունեցող ռեժիմի հակառակորդներին ճնշելու եւ հետապնդելու հարցում պարագլխի հիմնական գործիքն է դարձել ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավալի է տեսնել իմ լսած հարուստ համակարգային կառույցի հրապարակային ոչնչացման գործողությունը, որը վստահ եմ ռեժիմի պարագլխի կողմից հատուկ է արվում, որպեսզի հնարավորինս անդառնալի ոչնչացնի ԱԱՑ-ն որպես կառույց։ Կործանման անդառնալիության կետը շատ մոտիկից տեսանելի դարձավ, երբ ռեժիմի կուսակցական պաշտոնաթերթը տեղադրելով մի լուսանկար գրեց, որ այն ստացել է ԱԱՑ-ից։ Այստեղ ԱԱՑ-ն արդեն կուսակցաթերթի աղբյուր դարձավ։ Եվ իբր այստեղ տեղադրված փաստաթուղթը հավաստում է այն մասին, որ Եզրաս arczepiskopos-ը սովետական պայքի գործակալ է։ Կուսակցական պաշտոնաթերթին նմանատիպ տեղեկություն տրամադրելու վերաբերյալ ավելի մանրամասն գրել եմ Հրապարակ օրաթերթի չորեքշաբթի օրվա տպագիր համարի իմ հոդվածում։ Միայն այստեղ ավելացնեմ, որ ավելի ծիծաղելի եւ մանր ժուլիկությանը չզիջող հնարք կարող էր իրեն թույլ տալ միայն ռեժիմի պարագլուխը։
Թքած ունենալով նրա վրա, որ այդպիսով ոչ միայն ինքն է ծիծաղի առարկա դառնում, այլ ոչնչացնում է մի ամբողջ հիմնարկի հիմնական գործիքակազմը։ Իսկ Եզրած Սրբազանի մասին հրապարակվածի առնչությամբ ընդամենը պետք է ասել, որ հանցագործությունը միայն օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ լինելը, որը ինչպես ասում են կաներ ամբողջությամբ նույն բաները, ինչն այսօր անում է ռեժիմի պարագլուխը։ Անկեղծ ասած, երբ հերոստացույցով լսեցի այդ տեղեկատվությունը, ամբողջությամբ չէի հավատում դրա ճշմարտացիությանը։ Նախ սովետական միության տարիներին պակ գործակալ լինելը որևէ կերպ չէր նշանակում օտարերկրյա հատուկ ծառայության գործակալ լինել։ Երկրորդ, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելը պետական դավաճանություն է, եւ երբ երկրի ղեկին նստած մարդն ասում է, որ իր երկրում կան օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ, դա աբսուրդի թատրոն է դառնում, քանի որ դեռ խոսքն արդեն իսկ դատապարտված անձանց մասին չէ։ Թատրոն է դառնում, քանի դեռ խոսքն արդեն իսկ դատապարտված անձանց մասին չէ։ Երրորդ, բացառվում է, որ լուրջ ԱԱՑ-ն նման բան անի, արխիվից նման փաստաթուղթ հանի եւ տա ինչ-որ լրատվամիջոցի, քանի որ գործակալական ցանցի անգամ արխիվներին տիրապետելը եւ դրանք հանրայնացնելը ուղիղ հարված են ցանկացած հատուկ ծառայության հեղինակությանը։ Այսքանը շարունակությունը հաջորդ իմնեմնիմի թողարկմանը շաբաթ օրը, իսկ մենք երևի թե դեպ արխիվի հետ կապված, այդ հենց արխիվի հետ կապված էի ուզում ասեի, որ անպայման պարոն Շահնազարյանին, Դավիթ Շահնազարյանին պետք է հարցնել, որովհետեւ երկար ժամանակ խոսվում էր, որ այդ արխիվները ընդհանրապես դեռ 90-ականներին չի հասել շատ, բայց դա ես հիմա չեմ ուզում դրա մեջ խորանալ, դա պետք է երևի թե ավելի շատ հենց պրոֆեսիոնալներ։ Դե հա, դրա մասին առիթ կարծում եմ կունենանք խոսելու